Նախ բոլորը շնորհավորում եմ հետախուզի օրվա կապակցությամբ, մեր հետախուզները ոչ միայն ուսումնավարժական պարապմունքների ընթացքում, այլ իրական մարտական դրության մեջ կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել։ Այն ինչ կատարվել է Արցախում, նշված է Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ եւ նաեւ խոսելով հրամանատարի հետ մենք իմացանք հետեւյալը, որ մեր հարևանների Ադրբեջանի Հանրապետության պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը եւ մարդասիրական նորմերի համաձայն ուղղաթիռի եւ խոցումից հետո համապատասխան միջոցառումների կատարումից հրաժարվելը ստիպել է պաշտպանության բանակի ղեկավարությանը դիմել հատուկ գործողությունների եւ նրանց զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում դիտարկվել է ուղղաթիռի ընկած վայրը, դուրս բերվել զինծառայողներից մեկի դին եւ մյուսի մասունքները եւ նաեւ հետագայում ճիշտ հետաքննություն անցկացնելու համար նաեւ ուղղաթիռի կարևոր մասերից մի քանիսը այդ ընթացքում հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակը ամբողջովին ոչնչացվել է պաշտպանության բանակի զինծառայողների կողմից եւ իհարկե ցավալի երևույթ էր, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որը ուղղված պետք է լինի զոհված օդաչուների զինծառայողներին, նաեւ մենք պետք է հպարտանանք պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր որ իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարել են։ Նախարար դրանից բացի ուրիշ ինչ-որ բան նախատեսվում է, չգիտեմ, քայլեր, ինչ-որ պատասխան չի։ Գիտեք, պատասխան քայլերը համապատասխան սադրանքներ եթե լինեն, միշտ լինելու են։ Ես նախկինում ասել եմ եւ հիմա էլ ասում եմ, ցանկացած այսպիսի իրադրության ժամանակ մինիմում համաչափ պատժել լինելու է հակառակորդին, այս պարագայում առաջի գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, բայց այն ուղղված է լինելու միայն այն մարդկանց ուղղությամբ, ովքեր որ փորձելու են խախտեն։ Մենք այսպես մեր մոտ հայ ժողովրդի մոտ ընդունված չէ, այսպես կացնահարել, դավադրություններ կազմակերպել, պարզապես մենք արժանի մի քիչ էլ ավելի, ինչպես ասել եմ, խիստ պատասխան տալու ենք ցանկացած այսպիսի սադրանքի։